Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Ոգելից խմիչքի հանդեպ սեր ունեցող հոլը միանգամից դառնում է ալկոհոլ։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես միշտ 5 շաբթի երեկոյան ժամը 22:30 աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը եւ իհարկե ես Արմեն Թադևոսյանը։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր ուզում եմ տեղեկացնել, որ շատ հետաքրքիր հաղորդում ենք ունենալու, որովհետև մի հրաշալի ընտանիք է այսօր մեզ մոտ հյուր լինելու, առայժմ փակագծերը չեն բացի, քիչ ուշ իհարկե դուք իմանաք ում մասին է խոսքը գնում եւ կարծում եմ շատ հետաքրքիր այսօր հարցազրույց կունենանք, դե իհարկե երգեր, խաղեր, մի խոսքով այն ամեն ինչ դուք արդեն սովորեք տեսնել մեր եթերում մոտավորապես 3 տարի, այդքան մենք եթերում ենք։ Այնպես որ ինչ եք անում դուք 3 տարի անընդմեջ, դուք դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք 3 տարի անընդմեջ, մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Այնպես որ ձեր շրջապատում կամ դուք նման խնդիր ունեք, ապա մտածելու կարիք չկա, հապաղելու կարիք չկա, պարզապես միանգամից բոլոր ճանապարհները, ժամանակին բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, հիմա բոլոր ճանապարհները տանում են Detox Center։ Եվ հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես հյուրանոցային համալիր չէ, այլ առողջարան է։ Շատ հարմարավետ համարներ, բոլոր հարմարությունները մեկ տեղում, լողավազաններ տաք հանքային ջրով, մի խոսքով այն ամեն ինչ հարկավոր է լավ լիարժեք ընտանեկան հանգիստ անցկացնելու համար, այնպես որ ժամանակին ասում են բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, ոչ, բոլոր ճանապարհները տանում են Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, եւ հեռախոսահամարն է 760 329 6033։ Եվ շատ արագ այսօրվա նորությունները ընթերցեմ եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրերին։ Շակիրան պաշտոնապես Գինեսի ռեկորդագիր է։ Կոլումբիացի աստղը ռեկորդ է սահմանել որպես բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող լատինական արտիստը։ Բայց օգուտ չկա։ Մեկը երբ զանգում ես Շակիրային, որպեսի փող ուզես պարտքով, ասում է բոլոր փողերը տվել եմ Գինեսին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչխարը հազվագյուտ քառյակ է ծնել։ Ֆերմերը պատմել է, որ իր ոչխարը միանգամից 4 գառ է ծնել, 3 էգ եւ 1 արու։ Հիմա պատկերացնում եք, չէ, ոնց են 3 էգը երես տալու այդ մինուճար արու ոչխարին։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ընդամենը մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Եվ այսպես այսօր Armenian Evening նախագծի հյուրերն են հրաշալի տաղանդավոր երաժիշտներ, երգչուհիներ, երգչու այսպես ասեմ, իմ շատ լավ ընկերները Հայկույ Բաբախանյան երգչու եւ երաժիշտ Ալբերտ Օրդինյան։ Հայկույ ջան, Ալբերտ ջան, բարի երեկո։ Շատ ուրախ եմ կրկին ձեզ տեսնելու մեր եթերում, դե մենք իհարկե հանդիպել ենք միասին հաղորդման շրջանակներում Հայկու հետ հանդիպել ենք արդեն համարը 3 տարի, Ալբերտ հետ մոտավորապես մի 6 ամիս առաջ, հա։ Դա իհարկե մենք մշտապես ենք հանդիպում որպես ընկերներ, բայց հաղորդման շրջանակներում հիմա իհարկե որպես արդեն
այսպես լիարժեք ընտանիքում։ Ուրախ եմ շատ տեսնել եւս մեկ անգամ ձեզ։ Շնորհակալություն հրավերքս չմերժելու համար, գիտեմ երեխեքին մենակ թողել եք, եկել եք այստեղ։ Քեզ մոտ միշտ ուրախ է, արդեն հենց սկիզբը։ Իդեպ երեխեքը քանի տարեկան արդեն դարձան։ Մեծը 10 տարեկան, փոքրը 8։ 10 տարեկան։ Պարտավոր են մեծանալ։ Ես հիշում եմ, որ երբ Ալբերտն էր հյուր, իր խմբով, հա, դոլարների խմբում եւ փոքրիկը այնտեղ նվագում էր, չէ՞։ Երկուսն էլ էին նվագում, հա, չէ։ Հիմա դա էլի շարունակում են։ Բայց հիմա տեսեք ինչն է հարցը, այսինքն հիմա Հայկու ջան, դու նկ չես որտե նախանձ այլ այտենց չես բանանում, վրթովում, որ ինչի օրինակ երեխեք չեն երգում, այլ պապայի գործով։ Չէ, բացարձակ։ Իրանք սիրում են երգել, ունեն տվյալներ, բայց բացարձակ ուրախ եմ միայն։ Դե վերջ-վերջո գենը պիտի շարունակվի, թե չէ։ Հա, դե բան չասեցի։ Չէ, ամենայն դեպս երգ թող տաղանդավոր երաժիշտներ լինեն, դա ոչ մի նշանակություն չունի։ Լավ, 3 տարի փաստորեն մոտավորապես էսպես ասեմ, չենք հանդիպել այսպես ստեղծագործական առումով, ինչ նորություններ կա, ինչ հետաքրքիր բաներ ա տեղի ունեցել այս 3 տարվա ընթացքում մոտավորապես, հա, Դե 3 տարիների ընթացքում ամեն ինչ ենք անբան։ Նոր երգեր, նոր շարունակում այլին ձևի ամեն ինչը դեպի առաջ գնում եք, նույնպես երգեր, տարբեր միջոցառումներ։ Նույն գործով ենք զբաղվում։ Երեխաները մեծացել են, Ալբերտն էլ է մեծացել։ Զգում ես, չէ՞, չի խոսում։ Մեծացել չի խոսում։ Լսովիտ է։ Հա, իդեպ բանը ոնց է սովորաբար դե գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր այսպես ընտանիքի, հա, չնայած ասում են, որ իհարկե որ ընտանիքի հայրը, հա, դա է պարզապես, ոչ թե կարևոր, այլ գլուխ այսպես հայրն է, բայց այնուամենայնիվ այդ մթնոլորտը իհարկե կնոջինն է։ Հիմա ձեր դեպքում ով ալի շատ խոսացող, էլի տունը Ալբերտը սուսա, թե հա։ Արդեն պարզ չի Արմջան։ Տունը չես Ինքը որ տանն էլ ա լինում, ես մեկ-մեկ ասում եմ ապ տունն ես, որովհետև ինքը ընդհանրապես։ Արմեն, բայց դու տղամարդ ես, որ գնում ես տուն, չես ուզում, որ լրություն լինի հանգստանալ։ Ես քեզ հետ համաձայն եմ, բայց նա իմ դեպքում ինչի է խնդրեմ։ Ուրեմն ես երբ որ դուրսն եմ, այնպես է ստացվում իմ աշխատանքը, ես հասկանում եմ, որ օրինակ քո դեպքում աշխատանքը էլի շատ խոսելու հետ կապված չէ, երաժշտության հետ է կապված գործիքի։ Դե Հայկու դեպքում չէ, ինքը երգում է։ Հիմա իմ մոտ այնց է ստացվում իմ կյանքում, որ ես որ աշխատում եմ եւ այլ, սա խոսում եմ։ Ու երբ որ ես հա խոսալու մեջ եմ, ու երբ որ ինչ շատ են հարցնում, ասում են, լսի, դու որ տուն գնում ես էլի այդքան խոսում ես, իրականում ոչ, որ գնում ես տուն ես տանը ձուկ եմ, որովհետև այնքան որ խոսացել ես դուրսը, էլ արդեն չես ուզում խոսալ, համաձայն եմ։ Դե հա, կա տենց բան, բայց աբան շատ լուր է, հա։ Մեկ-մեկ մենք որ ինչ-որ հարցով վիճում ենք, ես սենց անդադ խոսում եմ, անընդմեջ խոսում եմ, ինքը այնքան չի խոսում, որ ինձ ներվայնացնում է իր այդ չխոսալը։ Դե խոսալի բան ասա։ Հա, ես վերջի վարկերը հերիքա մի բառ ասա գոնե չես խոսում, մի հատ վեր կաց, մի հատ սենց որ մի բան արա գոնե։ Այդ աշճանի ներվայնացնող չխոսացող է ինքը։ Ալբերտ ջան, լավ, հիմա մի քիչ խոսալու փորձենք այնուամենայնիվ։ Հիմա ես ուզում եմ մի քիչ իհարկե այդ երեխաների այդ թեման շարունակենք։ Հիմա ինքը դու առանձին իրենց հետ որպես քո այսպես երաժշտություն պարապում ես առանձին, թե իրան որպես մենակ խմբով են պարապում։ Դե հիմնականում խմբով են, իմ երեխաները հիմնականում խմբում եմ իրանց հետ պարապում, բայց տանն է լինում, ասենք, որ ազատ ենք լինում։ Որ տրամադրություն ունենում։ Տրամադրություն լինում է, հա, ասում են, պապ մի հատ ինչ բանը կասես, ասում են, բեր, շուշուտ բեր, քանի տրամադրությունն եմ ասեմ, որովհետև ոնց որ դուրս է էտի տունն էլ նորից նույն բանը։ Հա, բանը չի լինում։ Իսկ որ օրինակ ոնց է լինում, երբ ինչ որ գնում եք կամ հյուրեր եք ընդունում, ընկերներ են հավաքվում, չէ՞, միանշանակ, դե բնականաբար Հայկույն պետք է այդ տաղանդով Ալբերտը ասում է, չէ, թողեք ինձ հանգիստ, ես սուսեմ, երեխեք նվագեք վրա ջարդում այդ ամեն ինչ իրանք պիտի գտնեն։ Բայց գիտես դրա լավը որն է, որ այն ժամանակ, երբ որ մենք ես կոնկրետ իմ վրա եմ ասում, երբ որ ես երեխայի ու հավաքվում էին, հավաքույթի ժամանակ ասում էին երգի, ես ամաչում էի, չգիտեմ, սենց է որ քաշվում էի, մինչև երգում էի, սենց է որ հազի։
մեր երեխեքը տենց բան չունեն։ Ես այնքան ուրախ եմ դրա համար, որ իրանց որ ասում ենք, Ռոբ, մի հատ եկեք նվագեք, երկուսն էլ մեծ սիրով, մեծ Անգամ իրանք են գալի ասում, պապ, վերենք, չէ, սպասեք, երկու բաժակ, թողեք ես ուս կմնամ հետո դուքին։ Հայ, ես քեզ հետ համամիտ եմ իրոք, որովհետև դե մենք ուրիշ մանկություն ենք ունեցել առումով ոչ թե քաշված ենք եղել, ավելի միամիտ ենք եղել, ավելի հիմիկվա դե իհարկե սերունդը հիմիկվա երեխաները դե ավելի իրանք միանգամից ոնց որ մեծ են։ Մենք ավելի ինձ թվում է մի քիչ ավելի խիստ պայմաններում ենք մեծացել, ծնողները ավելի խիստ են եղել։ Մեր պարագայում մենք ավելի համ խիստ ենք, համ մի քիչ ավելի ազատ ենք։ Իրանք այդ կաշկանդվածությունը չունեն։ Խիստ չէ, ինչքան երևի այդքան ինֆորմացված չենք։ Միգուցե, նաև դա։ Որտեվ հիմա փաստորեն այդ փոքր երեխան, ասինքն ինքը շատ ինֆորմացված։ Գուցե այդքան երևի պետք է չի որ ինֆորմացված լինի, բայց համենայնպես շատ է ինֆորմացված լինի։ Դարը ավելի առաջ է գնացել էլի։ Հիմիկվա երեխաները այն օրը ընկերներով են խոսում, որ հիմիկվա երեխաները ավելի շատ իրանց տարիքի համեմատ ավելի շատ ինֆորմացիա ունեն։ Այո։ Քանց թե մեր ժամանակ մենք։ Այո, բայց ես հիշում եմ օրինակ հիմա մենք արդեն ոնց որ դե այդ պատմությունը գիտեք, իհարկե իրական պատմություններ է, որ դուք երեխան, որ ասելա ծնողներին, ես ասելա շատ հին եմ, ասում հա դուք դինոզավրերին տեսել եք, պատկերացրեք այդքանին։ Հիմա ասածս ինչ է, մենք հիմա ոնց որ մենք, հա, դուք, ես, մենք մեր հասակակիցները ոնց որ մենք դինոզավրների դերում ենք, ինչու՞, որովհետև երբ որ մենք փոքր ենք, դե մեր ժամանակ ինչն էր, վիդեո, հա, տեսամագնիտոֆոններ, որը մեր ծնողները չգիտեն ոնց են միացնելու ձևը, իրանք ասում են, ես ոնց եմ միանում այս վիդեոն։ Պապաս միշտ ինձ ասում էր մի հատ միացրա էս։ Միացրեց, ոչ չեն անում։ Հիմա մենք երևի ինչ որ չափով, այսինքն այն ինչ որ իրանք են անում, չնայած մենք այդքան հետ չենք ընկնում, որովհետև կարծում եմ մենք էլ ժամանակի մեջ ենք ամեն դեպքում փորձում ենք, այո։ ենք ինչ որ չգիտեմ, սոցցանցերում կանք, հեռուստատեսությամբ մի խոսքով փորձում ենք այդպես առաջ գնալ։ Չենք ուզում դինոզավր դառնանք։ Դինոզավր, հա, դե չենք, ախր ես չգիտեմ, որովհետև դե ուզած-չուզած քո շրջապատը, քո ապրելակերպը միևնույն է դու էլ ես էլի ուզած-չուզած այդ ինֆորմացիան ստանում ես։ Չես կարող այսինքն ինչքան էլ, Ալբերտը հաստատ ավելի շատ է ստանում, որտեղ ինքը սուսամնում, ինքը ավելի ընկալում է, իսկ մենք որ շատ ենք խոսում, իդեպ մենք ավելի քիչ ենք ընկալում, ասեմ քեզ։ Հիմա մի քիչ խոսենք ես ուզում եմ իրոք գովեստի խոսքեր ասել, որ քանի տարի արդեն դուք ամուսնացած եք։ Լասը հիշում եմ։ Այս տարի կլինի 11-ը լրանում է այս տարի։ 11 տարի։ Ես ուզում եմ իրոք գովեստի խոսքեր ասել։ Այս տարի 12-ն է լրանում։ Այո։ 11 տարին լրացել է արդեն։ Ալբերտ ջան, փաստորեն մոռացել էր, այդքան լավ չի։ Բայց ես էլ չէի հիշում, որ 12-ն։ Դրա համար ասեցի։ Չհակադարձեցի։ Դրա համար ասեցի։ Ուտես նույն ձև մեր երեխեքի ծննդյան օրերն էլ ինքը չի հիշում, մեկ-մեկ, որ գնում է։ Դե ասա, մի րոպե, որ օրերն ասա։ Նոյեմբերի 22 2017։ Դա փոքրը։ Մեծը հուլիսի 21 2015։ Բայց մի հատ բան պատմեմ սրա վրա, ես ճիշտ եմ ասում։ Այս մեր փոքր երեխան նորացնվել Ռոբերտս 6 ամսական, մենք ուրախացել ենք Երևանում ենք այդ ժամանակ դեռ եւ ուրախացել ենք, որովհետեւ կրկեսա, շրջիկ կրկեսա, որը եկել է բանը այդ ասա էլի մի հատ ջրաշխարհի այդ տարածքում մի հատ այնց դրել է, մի խոսքով ուրախացել ենք երեխեքին տանում ենք, որովհետև արդեն մեծը հասկանում է, ուզում ենք տանենք, որ կրկես նայեն ու գնացինք այնտեղ հանդիպեցինք մեր ծանոթներից մեկին, օй բարև ոնց ես, լավ դու ոնց ես, վայ ասեց ես պուտյուրը տա, ասեցի հա 6 ինչքան 6 ամսական, ինչ եք անունը դրել։ Ու ես նայում եմ իր դեմքին։ Նայում եմ ինձ, ու նայում եմ աբոյին։ Ուզում ասեմ ճիշտ անունը, թե չասեմ։ Նայում եմ այդ աղջկան, նայում եմ նորից աբոյին, ասում գոնե մի հատ հուշի էլի, ու տեսա չէ, աբոյից էլ ձեն չկա, ասի, աբերեխան ինչ էինք դրել։ Բայց շատ ծիծաղալու էր իսկականից։ Ծիծաղալու էր, դերևի 6 ամսականալը նոր է, երևի չես սովորել էլի։ Չէ, բայց իրոք պայտակ sense թռավ մտքից, հես ու մեկ-մեկ լինում է հոп, մեկ էլ ես մոռանում ես։ Հա։ Ես դեպ ուզում եմ պատմել։ Դեպ մեր ինչ որ տեղի ունեցավ, Ալբերտ հետ խոսում է, զանգ արեցի Ալբերտին։ Խոսացինք Ալբերտ։
Հա, տարբեր թեմաներով խոսում ենք, խոսացինք Ալբերտ հետ եւ ասացի Ալբերտ ջան, հա իդեպ անպայման ուզում եմ որ հյուր գամ եւ հիմա Հայկու ջան անում մոռացել եմ Հայկու։ Ասում է հյուր գա, ասում ով այնքը ինչ ասում ինչ է նվագում, սեսամ, չէ, մի րոպե, ասում ինչ է երգում, որ երգն է երգում, չէ, մի րոպե, գիտեմ ճանաչում եմ իրան։ Ասում եմ Հայկուին, ասում կին ես, ասում հա։ Ես այդ կինսի մենակ էդ եմ լսում, ասեց իմ կինը։ Դե ասում եմ ինքը հա լինում է այդպես ամենայն դեպս ինչև է դե մարդ ենք ամենայն դեպս լինում այդպես որ մոռանում ես դե շատ պրիմիտիվ կարող է բաներ լինել բայց մեկ է մոռանաս մի քիչ խոսենք ստեղծագործական առումով ինչ նոր երևի ինչ որ նոր երգեր շատ թե այդքան չէ վերջին մի տարում 2025-ին 3 տեսահոլովակ ներկայացրեցի ես Արմեն ջան մեկը ձախորդ օրեր, սկիզբներ, որովհետև իմ առաջին տեսահոլովակներ ու ուզեցի, որ ինքը լինի բուն աշուղական, աշուղ ջիվանի, ինչպես բոլորս գիտենք։ Առաջինը դա էր, երկրորդը հարսի պար, որը որ հիմնականում հարսանեկան աղաղությունների ժամանակ հարսի պարի ժամանակ, ինչպես գիտենք, եւ երրորդը Մայրիկ ջան կոչվեց տեսահոլովակը, որտեղ հենց նկարվեցին մեր բալիկները, եւ այդպես շատ հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել եւ արձագանքն էլ բավականին լավ։ Այս տարի նոր երգեր կան արդեն եւ ընթացքի մեջ են գործիքավորումների փուլում են։ Այնպես որ դեռ հետաքրքիր գործեր պետք է ներկայացնեմ եւ ունենք նաեւ պլաններ համերգի հետ կապված տարբեր։ Այդ քիչ մի անպայման կզրուցենք թե ինչ մոտական նախագծերի մասին։ Այ խոսեցիր իհարկե այսօր մենք քեզ խնդրելու ենք որ դու երգես բնականաբար։ Դե ես ու Ալբերտը իհարկե սուս կլսենք թե ոնց է երգելու, բայց եթե դեմ չես, հա, խնդրենք իհարկե միջև մեր վերջացնենք, երբ որ կերկես, հիմա հենց այսպես նոր ուղակի մտքովս անցավ, մի ակապելլա, մի ինչ որ մի բան, այսպես լսենք, սկիզբը սկսենք էլի, այն ոնց որ հիշում ես մեր ժամանակ, որ մենք գնում ենք կինոթատրոններ, ֆիլմեր ենք նայում, սկզբից ժուրնալներ, ժուրնալ ենք։ Հիմա ոնց որ ժուրնալը սկսենք, որ հետո լսենք, եթե դեմ չես։ Դեմ չեմ, բայց այս պահը գիտես, չէ՞, ամենաբարդ պահն է, որ ինչ երգես։ Այդ այն պահերն է, որ գնում ես ինչ որ ես գնում եմ միտեղ, ասում են դե մի հատ անեկդոտ պատմի հումոր ասա։ Այդ վաղ մոռանում ես ամեն ինչ, որտեղ չես կարողանում։ Շատ դժվար պահ է։ Մի հատ հուշի լավ այս պահին։ Կոնցերտով։ Բապերն էլ ան։ Լավ։ Տեսար, մարդը հետո ասում ես, ինքը խոսալուց Точечня. Կետո։ Լավ, գնացինք։ Ահա։ Ամպերն էլան բալուր մասիսարի կատարեն ախ իմ սիրտը կարոտ մնաց իմ թարլանեն իմ յարեն ախ իմ սիրտը կարոտ մնաց իմ թարլանեն իմ յարեն ախ թողեց հեռացավ Յարաբինձի մոռացավ մի տարի է որ խաբար չունիմ իմ յարեն ջամփուդարի մնացի մորմոքալեն Շնորհակալություն Հայկույ ջան, բրավո Իդեպ դու հիմնականում իհարկե դու երգում ես ժողովրդական երգեր, ուսանական երգեր։ Տես, ինքը ժողովրդական երգերը, հա, դե դարերով եկածած երգեր են, չէ՞, ճիշտ եմ։ Դարերով չէ, տարիներ։ Տես, հիմա օրինակ այ ժամանակակից, լինում է այսպես ժողովրդական երգեր, ժամանակակից, թե ինքը պետք է ժամանակ անցնի, հետո ինքը դառնա, չգիտեմ, ժողովուրդ, ես գուցե ինչ որ մի քիչ բան եմ ասում, ոչ ես կարամ պատասխանել, ուրեմն ո՞նց է ինքը դառնում։ Ասեմ, հիմա չի կարա լինի ժողովրդական երգեր, որովհետև հիմա դարը նենց է, որ ով ինչ գրում է, ասենք երգ գրում է, արդեն ինքը գրում է, որ էսի ինքն է գրել։
այս Օ, այսինքն այն ժամանակ, որ ասվում է, այսինքն այն ժամանակ ինքը հեղինակը չեն իմացել, ժողովուրդը ինքն է, ինչ որ մի ասենք մեկը երկել է, ասենք Իրանից տարածվել է, բերան, սենց Էդ էլի որտեղից է ծնունդ առել, օրինակ ինչ որ մի հատ գործ են արել, երեխային քնացրել, կանանցով լավաշ թխելուց, գութան այդ գութան երգերը տեղից են չէ եկել։ Ինչ որ գործ անելուց, ինչ որ սկսել է ինչ որ բառերով, կինը տղամարդը երգել, ու այսպես բերան եւ դարձել է ինքը ժողովրդական երգ։ Օրինակ հետաքրքիր պատմություն կա, որ ասում է Իսահակյանը անցնելուց է լինում, չգիտեմ որ տարածաշրջանով Ավետիք Իսահակյանը։ Մեկ էլ լսում եմ, որ մի հատ գյուղացի մարդ, որ խոտ է հնձում, մաչկալն է երգել ուծեղը, Իսահակյանը լսում, ասում է, այ մարդ, այս երգը որտեղից դու գիտես։ Ասում է, չգիտեմ, եսի մեզ ինչն է երգել, ասում է, ես եմ գրել բառերը, բայց երաժշտությունը դե բնականաբար է։ Ու այդպես փաստորեն երգերի Այսինքն եղել է որ մեր բանաստեղծությունների վրա, ասենք մեր բանաստեղծների վրա ինչ որ ժողովուրդը սկսել է երաժշտություն հորինել ու համադրել բառերն ու երաժշտությունը ու տենց Հա, հետաքրքիր է։ Դրա համար ասում ենք ժողովրդական, հա։ Դե մի կողմից իհարկե մի կողմից վատ է իհարկե, որ այդպես չի լինի, բայց մյուս կողմից է գիտես, դե կարծում եմ երգը, եթե առասարակ արդեն մեր ժամանակների մասին խոսենք, եթե երգը սիրվեց, այսինքն մարդիկ երգում են, հնչում է դա ամենուր, այդ երգը ամենտեղ եւ այլ, կարծում եմ արդեն ինքը դառնում է ժողովրդականություն է սկսում վայելել, բայց դրան հակառակ ունենք մենք մեր այսօրվա մեր աշուղները, ովքեր մեզ հետ մեր կողքին ապրում են, ստեղծագործում են եւ բավականին գեղեցիկ երգեր ունենք նրանցից, որ սիրված են այսօր, ճանաչված են, այնպես որ աշուղական արվեստը կարծում եմ շարունակվում է։ Այո, իդեպ դուք տարբեր բնականաբար տարբեր միջոցառումներ, թե հարցանյան ցանդես եւ տարբեր իհարկե ներկա եք լինում, դե բնականաբար նաեւ դոլարների խմբով, չէ՞, դա է լինում, որպես դոլարներ խումբ եւ իհարկե դու Այգու ջան որ երգում ես։ Իսկ իդեպ օրինակ ավելի դե հիմա հասկանալի է, որ գուցե ավելի շատ են, հա, երևի չգիտեմ, էստրադային, բայց այնուամենայնիվ սեր կա, չէ, դեպի այս ժողովրդական երգերը ավելի կա, չէ, քիչ պակաս չի, թե այնքան չի, ինչքան Չէ, սեր կա, որովհետև եթե ես կարծում եմ, որ եթե օրինակ ես ժողովրդական եմ, չէ, երգում, եւ եթե այսօր գործ ունեմ, չէ, հրավիրվում եմ, արդեն նշանակում այդ երգի պահանջնել կա, այդ երգի հանդեպ սերնել կա, ես ինձ այնքան է լինում Արմեն ջան, որ այստեղ ծնված մեծացած հայ աղջիկներ են զանգում եւ ասում են մենք ասում եմ ինչ երգ եք, ասում եմ այն ինչ որ դուք երգում եք, մենք շատ սիրում ենք։ Դա ինչի մասին է խոսում, որ երգերը սիրված են, ինձ համար շատ ուրախալի փաստ է դա։ Եվ միջոցառումների տարատեսակ կորպորատիվների ժամանակ մշտապես ես երգում եմ մեր ժողովրդական երգերը եւ բոլորը սիրով լսում են, անգամ լինում են դեպքեր հետս երգում են եւ դա էլ վկան է այն բանի, որ սիրված է այդ երգերը։ Եվ դա շատ ողջունել է։ Ինչքան էլ որ ասում են, ինչքան էլ փախնենք, էդ է մերը, հա, իհարկե, ինչքան էլ ռոք լսենք, ջազ լսենք, չգիտեմ։ Հա, դե իհարկե։ Դե նայ, ոչ ամեն մի երաժշտական իհարկե ուղղվածություն է, դե նորմալ։ Որ ամեն ժանր էլ, այո, հաճելի է, դա երաժշտության ժանրեր են, բայց մի հատ որ ժողովրդական ես լսում, հասկանում ես, որ ախր էսի է մերը, էլի մեր։ Հա, մի անգամից այս բանը այդ հայլին համնը հոտը, այո, համամիտ է։ Մեր երգիչներից էլ հենց էստրադային շատ կան, որ այսօր ժողովրդական երգեր են երգում, որովհետև ինչքան էլ որ էստրադային է, չգիտեմ, ուղղվածություն ուրիշ է, բայց միևնույն է, բոլորս էլ գիտակցում ենք, որ ժողովրդականը մերն է, մեր սրտից եկողն է։ Դե հետո գիտես ինչ, ես մի քիչ իհարկե էստրադային խոսեցի, տարբերություն ես դե մշտապես իհարկե ասում եմ դրա մասին, որ այնուամենայնիվ երևի թե գուցե չեմ ուզում իհարկե ոչ ոքին նեղացնեմ, բայց հայկական էստրադա հիմա այդպեսին գոյություն չունի, չէ, որովհետև հիմնականում իրենք 6-8-եր են, չէ, այսինքն հայկական էստրադա այն ժամանակ մեր սովետի ժամանակ, այն ժամանակ երգեր կային, որ հենց հայկական էստրադային երգեր էին եւ իհարկե կային 6-8-եր, որոնք հենց նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լսում կասետներով լսում են եւ այլ, հա, դա ուրիշ էր։ Հիմա ոնց որ ավելի շատ երգ շռում է իհարկե այդ 6-8 ոճը, նո եւ դե 6-8-ը ինքը երաժշտական չափ է։ Հա, դե, բայց այդ ոճը, ուզում եմ ասեմ ինքը Փայֆար այդ բանը չկա։ Այդ ճիշտ ես ասում, Արմեն ջան, իրոք այդ շատ է այսօր։ Գերակշռ մասա կազմում։
Շատերը մեկնաբանում են դե դրա պահանջարկն է Ես բան չունեմ ասել, բայց իհարկե, ես դե կարծում եմ, պահանջարկ, որ առաջարկն է ծնում Հա, պահանջարկ։ իհարկե։ Չէ՞։ Հիմա որովհետև նույն վերցնենք օրինակ միջոցառումներ, հա։ Հիմա դե մարդիկ միջև հավաքվում են, դե բնականաբար միջև մարդիկ հավաքվում են, ժամանակ են անցկացնում, միջև ոնց որ Ալբերտը ասում երկու բաժակով։ Ժամանակ, այդ ժամանակի առումով պետք չի մի անգամից, չէ՞, կարելի է այդ մի քիչ ավելի էստրադային երգեր լինի, մի քիչ այդ ուղղվածությունը բերենք նաև այդ մշակույթը բերենք այդ էստրադային, հետո եկեք ուրախանանք էլի իհարկե ժողովրդական երգերով։ Այո։ Շատ լավ, դե դեմ չեք, որ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ միասին իհարկե Ալբերտի հետ բնականաբար մենք այդ խաղանցկացել ենք քեզ հետ էլ Հայկույ ջան։ Հիմա Իդեպ ես հաղթել եմ։ դու Հայկու այդ չեմ հիշում։ Ես կարծեմ մի հարցի մի հատը սխալ չէ պատասխանեցի։ Ինչ ես ծիծաղում, կողա կրվենք ստեղ։ Տարբերակների մեջ։ Շատ լավ, հիմա կտեսնենք։ Ես հաղթել եմ։ Այո։ Հա, հիմա այս անգամ։ Բայց տեղ, բայց դի խոսաս, դե դե ասես, բայց դե ասես։ Հա, դե հաղթողը։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ Հայկո Ալբերտի հետ միասին հիմա դուք նույնպես ակտիվ մասնակցում եք, լսելու ենք իհարկե 3 երկի հատվածներ, 4 տարբերակ ասելու եմ, 4 տարբերակից ճիշտը կընտրենք, կփորձենք ճիշտ ընտրել։ Պատրաստ ենք։ Այո։ Դե գնացինք։ Խնդրեմ առաջին երկի հատվածը։ Մի ժամից լուսաբաց է, բայց դեռ դուռը իմ բաց է։ Հիմա շարունակությունը։ Տես աչքեր իմ թաց են, բայց դեռ դուռը իմ բաց է ու իմ սիրտը կոտրած է, երկրորդ տարբերակ։ Բայց դեռ դուռը իմ բաց է, մարդս իմ տնից թռած է։ Այդի կլինի։ Եվ բայց դեռ դուռը իմ բաց է, 911 զանգած կանչած է։ Որտեղ դուռը չի փակում, փոխվում։ Այս վերջի երկուսն է ինձ թվում։ Հա, 911-ը չէ։ 911-ը ճիշտ է, իրոք, որտեղ կողպեկը չի կարում դուռը փակի, բնականաբար իր տան դիմացը մի հոմլես նստած։ Շատ վստահ մեկը նստած անդե։ Ու արդեն 911 ազանգ է։ Հա, 911 արդեն զանգել է, 911 ստեղ որ զանգում ես արդեն 1 րոպե տեղում են։ Այն առաջի երկու տարբերակներ եկեք Սիրո։ քննարկենք։ Թե չէ ոնց որ։ Բայց դեռ դուռը իմ բաց է եւ տես աչքերի իմ թաց են 1 ու իմ սիրտը կոտրած է 2 մարդս իմ տնից թռած է 3 911 զանգած կանչած է 4 Չէ, առաջինն է։ Առաջինն է։ Տես աչքերի իմ թաց են։ Թաց են, այո։ Սիրտը իմ կոտրած է։ Դե որտեվ ասում ես զարկերակ բան, չեմ կարծում, որ արդեն կոտրված է, էլի սիրտը։ Շատ տես, բայց դեռ դուռը իմ բաց է ու իմ սիրտը կոտրած է։ Սա կարող է գիտեք ոնց որովհետեւ դուռն էլ է կոտրած։ Դուռն էլ է կոտրած, ամիր սիրտն է կոտրած ու գայրություն։ Չէ, առաջին տարբերակը։ Տես աչքերը իմ թաց են։ Իսկ եթե ես չեմ համոզում, հիմա դա ենք ընտրում, բայց դեռ դուռը իմ բաց է, տես աչքերը իմ թաց են։ Ով պետք է տենա ու ոնց։ Դե որ գա, կտենա, էլի որ Դե պատմում է, դեռ դուռը բաց է, աչքերս թաց են։ Բայց էլի մի հատ այն երկրորդը մի հատ ուրիշ բան ոնց էր։ Բայց դեռ դուռը իմ բաց է ու իմ սիրտը կոտրած է։ Կոտրած է։ Եթե զուտ հանգավորմանով նայենք, դուռը բաց է։ դուռը բաց է, սիրտս կոտրած է։ Չեմ կարծում, որ տենց պրիմիտիվ կլներ։ Կարծում ես։ Աչքերը իմ թացը մի քիչ բան դիրնի էլի մեջը, չէ։ Հուզումնալից ինչ Դա կարող է հուզումնալից չի, կարող է նորա տուն եկել, մեյքափը մաքրել ու աչքերը թաց են, որ սենց շորով մաքրում։ Դա շորով պրտելա։ Դե լավ, ընտրենք թող գնա։ Տես աչքերը իմ թաց են, շատ լավ։ Ես չգիտեմ ճիշտ տարբերակ, միասին ուշակենք։ Բայց դեռ դուռը իմ բաց է, տես աչքերը իմ թաց են։ Լսենք ճիշտ տարբերակը։ Չիլերում իմ սարքերակը մի ժամից լուսաբաց է, բայց դեռ դուռը իմ բաց է, տես աչքերը իմ թաց են։ Այո։ Ուզում
ասեի, որ ես եմ։ Բրավո, հետո բաց ասես տեսած Ասում եմ, ասեի, որ ես եմ գրել այս երկը։ Ես չտոք քո ձեռքերը։ Բրավո։ Բայց պաստոն ինչն է հետաքրքիր, որ այս բոլոր հարցում եք sense, այսինքն միահամուր, եթե մեկը միտք ունեք, չէ, որտեղ երկուսը պաստոնը տենց մեկ որոշեցիք են, մեկ որոշեցիք են, այնն չէ, որ Ալբերտը որոշեց։ Ես այդ բանն էի ուզում, այն նախավերջինը որն էր։ Մարդը սիմպտոմից կրած է, դա ես մտածում էի դա, բայց չէ։ Լավ տարբերակ էլի։ Հետաքրքիր տարբերակ է։ 1-0 հաղթում եք եւ խնդրեմ լսենք երկրորդ երգի հատվածը։ Սերը սերն անուշ է, իմ յարը քնքուշ է, գիտես, ճիշտ տարբերակը, սերն անուշ է, իմ յարը պուպուշ է, սերն անուշ է, իմ յարը ապուշ է, և սերն անուշ է, իմ յարը բայղուշ է։ Առաջինը։ Չէ, լմիրապե։ Բայղուշ է։ Ապուշ է, Ես առաջանում եմ բայղուշ է, որովհետև ապուշ է խիստ։ Իմ յարը, իմ սերը պուպուշ է։ Պուպուշ է, Բայց իմ պուպուշ, յարը պուպուշ։ բայղուշ է։ Բայղուշ է, բայց ինչ նորմալ է, այսինքն մարդը ինչ է, դե աղունիկներ է։ Առաջինը ինչ էր ասում առաջին։ Քնքուշ է։ Քնքուշ է։ Քնքուշ է։ Չէ, Պուպուշ է, չէ։ Կամ այս ապուշ է։ բարագամ կարա պուպուշն էլ լինի։ Կարա լինի պուպուշ իհարկե։ Ես դες ասեմ, որ ապուշը ընդհանրապես կարա լինի, որովհետև ամեն անգամ այս խեղճ տղեն իրան ինչ ասում է, արա սրա ուղեղը չի մտնում։ Դրա համար արդեն այդ կապ չունի։ Բոլոր երկրները մեր ընկերներն են։ Հա, բայց ուզում եմ հասկանամ։ Չէ, մենք չենք ոնց չեմ լսել, էլի։ Ոչ մի դրածդ երգը ես չեմ լսել, Դե որովհետև մեր ընկերները, մեր երկիչ երկչուները, մեր բոլոր ընկերները հատուկ երգեր են առանձին գրում, ուղարկում են ինձ, որովհետեւ մենք հաղորդման ընթացքում հնչեցինք։ Ոչ ոք չի դրա համար։ Դրա համար չես լսել երևի։ Մի հատ էլ կարդաս են սեր։ Սիրով, սերն անուշ է, իմ յարը քնքուշ է, սերն անուշ է, իմ յարը պուպուշ է, սերն անուշ է, իմ յարը ապուշ է, եւ սերն անուշ է, իմ յարը բայղուշ է։ Չէ, առաջին տարբերակ։ Բայղուշը տարբերակն էլ վատը չի ասեմ, բայց էս։ Քնքուշ։ Դե Երկչական է, էլի, քնքուշ։ սերն անուշ է, իմ յարը քնքուշ է։ Այո։ Ունեք դու որ երկեիր ոնց կերքեիր Դու որն ոնց կերքեիր։ Ինձ ոնց քնքուշ թե պուպուշ։ Ես ուղղակի ուզում եմ Ասա քնի ես խփեմ։ Ուզում հասկանամ այս կալիբրի երգի մեջ կարա լինի պուպուշը, էլի։ Սերն անուշ է, իմ յարը պուպուշ է։ Չէ, քնքուշ է։ Լավ, թող Տեսակ այստեղ երկուսը փաստորեն արդեն երկու տարաձայնություն եղավ, բայց դե բնականաբար իհարկե ինչ ասում է կինը, լսում ենք բոլորս, այսօր այդ դառնա Ալբերտ ջան, հիմա այդ բոլորը։ Այս մեկն էլ իրան դեսեն։ Այո։ Իմ յարը սերն անուշ է, իմ յարը քնքուշ է։ Այս տարբերակը ընտրեց մեր Ալբերտը եւ Հայկույն, լսենք ճիշտ տարբերակը։ Մեր Ալբերտի կինը։ Ալբերտի կինը։ Չէ, սերիալի անունը Ալբերտի կինը։ Խնդրեմ։ Նայ հայացքը։ Տեսար հիմա ով է հաղթում։ Ոյ, իսկական դու հաղթողն ես։ Ոյ։ Ոչինչ լի երրորդ տարբերակ ունի, բան չկա։ Պետք է լսել ամուսնուն էլի։ Մեկ-մեկ սիրելի կանայք, մեկ-մեկ գոնե 1000-ից 1 լսեք ձեր տղամարդկանց էլի։ Ախր այդ մարդիկ ճանապարհ են անցել։ Այսինքն սպիտակ մազեր կան, վերջապես մարդկան մազերը չունի։ Մտեսա։ Բայց իրա մազերն էս չի իմ չլսելուց հա թափվել։ Դե բայլին չի։ Ասում մի անգամ մի բան սխալեցի չլսեցի, հիմա չդառնա։ Հիմա երրորդ վերջնականն է։ 1-1, հիմա ուշադիր լսում ենք, փորձում եք ճիշտ տարբերակը։ Երևի մյուս անգամ Ալբերտին ինչ ասի, երևի ինչ ասես Ալբերտին պետք է լսել, բայց համեն դեպս փորձենք։ Եվ այսպես վերջին 1-1 եւ վերջին երրորդ երկի հատվածը միասին հիմա կլսենք։
Աշխարհում բոլոր մարդիկ ապրեք խաղաղ երջանիկ, ամեն բացվող լույս առավոտ տվեք նրանց տղպաչի, որ երկրից, որ խաղաղից որ լինեք, բարի ու ցավ նրանց հոգին դուք լցրեք, աշխարհի մանուկներին խաղաղություն թող լինի, որ նրանց ապրած կյանքում ոչ մի վատ որ չլինի, Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե Չինացի Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե կորեացի, բայց նորդ թե սա Չինացի հյուսիսային Կորեա թե հարավային այդ տիպը չենք խորանում դրա։ Հնդիկ հայ թե կորեացի 1, հնդիկ հայ թե ամերիկացի 2, հնդիկ հայ թե ճապոնացի 3 եւ հնդիկ հայ թե նոր զելանդացի 4։ Իդեպ նոր զելանդացին իրանք միշտ նոր չէ ճապոնացի, այդ գիտեիք այդպես։ Ես չգիտեմ ճիշտ տարբերակը, որովհետեւ կարող է կորեացի լինի։ Կարող է փոխել եք Կարող ամերիկացի, բայց դա դուք մի իմացեք, որ այտենց մարդիկ այն որ մեր երկիչները, մեր ընկերները որ երկում ուղարկում են, հետո մեկ-մեկ էլ իրանք փոխած են ուղարկում։ Չէ, դա։ Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, Լոնդոն, Մոսկվա, Երևան, Դելհի, ըհը։ հնդիկ հայ թե կորեացի, չէ, դե բոլորը ցիով է, կորեացի, ամերիկացի, ճապոնացի, նոր զելանդացի։ Ես առաջարկում եմ ընտրենք նոր զելանդացի, որ գոնե մի տեղ մի երկ լինի նոր զելանդացիների մասին։ Որտեղ չկա ընդհանրապես երկ, որտեղ նոր զելանդացիներ չկա այդպես երկ։ Չէ, արի ճապոնացիք լավն են։ Ճապոնացիք, կորեացիք չէ։ Չէ, կորեացի չեմ։ Դու չի այդքան կորեական, նա ինչքան հիմա ապրանքներ, բաներ կա։ Չինական իհարկե, բայց կորեական։ Դե ամերիկյան Ես ոչ չինացի էի հիշում, չէ։ բայց եթե չկա չինացին, ուրեմն ճապոնացին պիտի լինի։ Բայց շատ ներողություն չինացի կրը կորեացի լինի։ Ինչ դու։ Ես եթե չինացի չկա, ուրեմն ճապոնացի ինչի կրը կորեացի լինի, որպես բանի առումով նույնն են։ Տեսանկյունից խոսենք, եթե այսպես ասենք։ Վիզուալ տեսանկյունից նույնն է։ Կարող ամերիկացի իհարկե նոր զելանդացի կա մի քիչ տարբեր են։ Չէ, ճապոնացի երևի։ Այգու ջան դու ինչ ես մտածում։ Ես համաձայն եմ։ Ինքը արդեն Դու համաձայն ես նրա համար, որովհետև երկրորդում Ալբերտը Չէ, ճիշտ է։ որովհետև ես էլ եմ տենց կարծում։ Դու ես տենց կարծում։ Այո։ Գոնե տենց միասին որ կրվենք, ասես ես դու ասիր։ Երկուսը միասին։ Համ կարծում եմ, համ էլ իր տարբերակի հետ համաձայն եմ։ Ճապոնացի։ Ճապոնացի։ Հնդիկ հայ թե ճապոնացի այս տարբերակը ընտրեց Ալբերտը եւ Հայկուին ընտրեցին, լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն անցնենք առաջ։ Աշխարհի մանուկներին խաղաղություն թող լինի, որ նրանց ապրած կյանքում ոչ մի վատ որ չլինի, Լոնդոն, Մոսկվա, Երևան, թե Դելհի, հնդիկ հայ թե ճապոնացի Ես կարծում եմ հիմա Ալբերտ ընդհանրապես ինչ հարց լինի Հայկույն քեզ լսելը, էլ հակաճառել չի լինելու երբ։ Բայց ես միշտ եմ լսում։ Դու դրա համար ես խաղին բերեցի հետս, որ ինձ լս։ Հիմա դու հանգիստ կարաս էլ ընդհանրապես էլ շարունակես չխոսալ մեկ։ Բայց ձերքը դիրխղճի տասը, որ ես միշտ էլ լսում եմ քեզ։ Հնազանդ հայկին որպես։ Բայց ասի այսօր էլ բերեմ ես հաղորդումը հաղթեմ, որ Շատ լավ, հաղթեցինք, բրավո։ Անցանք առաջ, հիմա մի քիչ կխնդրեմ խոսենք մոտակա նախագծերի մասին, մոտավոր մի քիչ խոսեցինք, հիմա մի քիչ լայնվենք։ Համերգներ սպասվում է, ինչ է սպասում, ինչա լինելու, կհանդիպենք իհարկե մեր հաղորդման շրջանակներում անպայման։ Նոր գործիքավորումներ, նոր երգեր, համերգներ։ Ինչ մենահամերգային, հələ մենահամերգների նաև մենահամերգի նպատակ ունենք թե այստեղ, թե մեր հայրենիքում, նաև տարբեր երկրներում, հիմա այդ ընթացքի մեջ ենք, մի քիչ երկարատևում, որովհետև աբոն շատ բան է, ասենց ամեն ինչ պետք է իդեալական ինքը գծագրություն անի, հա։ Այսինքն պետք է լինի, շատ լավ է դա իդեպ, պետք է լավ լինի, հա։ Ես մի քիչ ավելի սենց արագ որոշում կայացնող եմ, ոնց հասկացաք։ Դե վերջը մեկը որոշումը ինքն է կայացնում։ Հա, ինքը տենց մի քիչ երկարատևում, բայց ունենալու ենք այդ ամբողջ ինչ որ ասեցի
ծրագիրը ապագայում եւ Դե որովհետեւ կարելի առասարակ մենահամերգը անել եւ այսինքն դու եւ նաեւ քո խմբի հետ միասին կարելի է հետաքրքիր մենահամերգ անել, ուրեմն շատ կարծում եմ շատ հետաքրքիր կլինի եւ իհարկե կսպասենք։ Եվ կարծում եմ անպայման մեր հաղորդման շրջանակներում առդ կունենանք էլի խոսենք դրա Սա բանելու, այո, անպայման։ Եվ մեր հաղորդման ավարտին իհարկե Հայկո ջան, քեզ պետք է խնդրենք, որ մի երգ կատարես։ Ես իդեպ մենք մտածում ենք ինչ խնդրենք քեզ երգ, ուրեմն մենք 3 տարի առաջ երբ հանդիպեցինք հաղորդման շրջանակներում, այն ժամանակ մի քիչ հաղորդման ֆորմատը այլ էր, այսինքն երգերը երկիչների ձևափոխած բառերով կարճ, ոչ երկար, կարճ, իհարկե խնդրում են երկիչները երգում էին։ Հիմա արի հասկանալու, ինքը վատ չէր, իհարկե շատ հետաքրքիր, բայց այս հրաշալի երգը, եթե դեմ չես, հիմա իր օրիգինալ, նորմալ, այսպես տեսքով, ժամանակ Արմենն էր բառերը գրել։ Բառերը Արմենն էր գրել, հա, իմիջայլոց շատ ծիծաղելի էր ստացվել։ Ու բանը միշտ ինձ սենց էր, չէ, բառերը որ կներես սիրելիս, մեքենա խփեցի, վարում էի, չգիտեմ ինչ, ու այդպես շպարվում էի ընթացքում բանը ու բոլորը ինձ գրում էին հետևորդներից, ընկերներից, որ ոյս գուշեղի բոլորը ինձ այսպես հուսադրող մեկնաբանություններ նամակներ էին գրում, այո, շատ հրաշալի է, որ այսօր այդ երգը Այո, Հայկո ջան, հիմա խնդրեմ դու պատրաստվես, դե խնդրեմ դու միջ պատրաստվես, սիրելի հեռուստադիտողներ, մինչ Հայկոն կպատրաստվի եւ կերգի, ես ուզում եմ եւս մեկ անգամ Սիրով ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք վնասակար սովորություններ, կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ապա դիմեք 911 Detox Center, որտեղ մասնագետները ձեզ կօգնեն այս հարցում կվերադարձնեն լիարժեք կյանքի։ Հեռախոսահամարն է 409 9011։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, լողավազաններ, տաք հանքային ջրով, մի խոսքով առողջարան մեկ վայրում։ Այնպես որ եթե ունեք ազատ ժամանակ, ունեք ազատ օրեր, ապա ամրագրեք անպայման եւ գնացեք լիարժեք լավ հանգիստ ժամանակ անցկացրեք։ Հեռախոսահամարն է 723 29 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ Հայկո ջան, պատրաստ ենք։ Իդեպ երգը կոչվում է Որոնում, այ այսպես։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հատուկ ձեզ համար, հատուկ մեզ բոլորիս, հենց այս պահին ուղիղ եթերում Հայկոյի Բաբախանյան, հենց հիմա Որոնում։ Ինչ բաներ ասում։ Գաղտնի։
չանեմ, որ բախտս սենեքո երկու երազիս մեջ խոսքերն են քո չեմ մոռանա են երբեք անկեղծ սերը քո ախ ինչ անեմ, որ բախտս սենեքո երկու երազիս մեջ խոսքերն են քո չեմ մոռանա են երբեք երգիս բառերը միշտ մոռանում եմ գիտես չէ Գիտեմ դու էլ չես մոռացել երբեք Առաջվա պես հիշում ես մեր այս սուրբ սիրո անուշ խոսքերը Որոնում եմ գտնեմ պատկերը քո Նորից լսեմ անուշ խոսքերը քո չեմ մոռանա էլ երբեք անկեղծ սերը քո Որոնում եմ գտնեմ պատկերը քո Նորից լսեմ անուշ խոսքերը քո չեմ մոռանա էլ երբեք անկեղծ սերը քո չեմ մոռանա էլ երբեք անկեղծ սերը քո Բրավո, բրավո, շնորհակալություն, անչափ, շնորհակալ ենք Շնորհակալություն։ Հայկույի ջան, իրոք հրաշալի կատարում եւ շատ շնորհակալ եմ քեզ։ Շատ։ Գիտես չէ, ամեն անգամ ես երգում եմ համերգներին, ամենտեղ, բայց կապ չունի։ Նենց այն քնայում, որ ես Դե նորմալ։ մոռացա։ Շատ նորմալ է, որովհետեւ դա հիմա դեմքից որ բարերը հուշեմ, որովհետեւ դա Մի իհարկե ժամ էի դե դա ասում։ բնականաբար իհարկե հատուկ արվեց, որովհետեւ մենք խոսեցինք հաղորդման սկզբում, միշտ որ ֆիլմում չէ, մի բան ինչ որ սկզբից ֆիլմում մի բան դիտում ենք, ասում ենք, ինչ էր, մեկ է վերջում ինչ որ մի բան, արա սրա համար է, այս սրա համար է, սկզբից խոսեցինք բարերի մոռացան մասին, որ այստեղ այս ամենը օգտագործենք։ Շնորհակալ եմ անչափ Հայկույ ջան, Ալբերտ ջան, Մենք էլ հրաշալի շնորհակալ հարցազրույց, Արմեն ջան։ եւս մեկ Շնորհակալ անգամ ենք շատ քեզ լավ ևս։ մթնոլորտ Իրոք մաղթում եմ նորանոր հաջողություններ, դուք շատ տաղանդավոր եք, հրաշալի երիտասարդ ընտանիք եւ իհարկե թող բազում հաջողություններ լինի եւ մենահամերգներ, մի խոսքով այն ամենը ինչ դուք ցանկանում եք, երազում եք եւ առասարակ իհարկե ձեր երկրպագուները, ձեր հանդիսատես իհարկե սպասում է այդ նորություններին։ Շնորհակալ ենք շատ Արմեն ջան, այս հրաշալի երեկո անցկացրեցինք միասին, վստահ եմ մեր հեռուստատողի եւս։ Հուսով եմ էլի կհանդիպենք։ Անպայման, շնորհակալ եմ։ Անխափան եթերներ Արմեն ջան, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, դե իսկ ինձ մնաց պարզապես ավելացնել, որ մենք հանդիպելու ենք արդեն հաջորդ 5 շաբթի իհարկե MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք մինչ նոր հանդիպում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։
Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։